Մի րոպե։ Պատկերացրու, որ դու գիտնական ես եւ որոշում ես պարզել, թե ինչն է ավելի ուժեղ՝ բնությունը, թե միջավայրը։ 1930-ականներին հոգեբանը վերցնում է իր երեխային եւ շիմպանզեի ու ասում. «Դուք այսօրվանից կմեծանաք միասին, ինչպես երկու եղբայրներ։ Նույն սնունդը, նույն դաստիարակությունը եւ նույն ուշադրությունը»։ Էքսպերիմենտը փորձում էր հասկանալ, եթե կապիկին մեծացնեն մարդու նման, արդյոք նա կդառնա մարդ։ Սկզբում ամեն ինչ շատ պարզ էր։ Շիմպանզեն շատ արագ էր զարգանում։ Նա սկսում էր հասկանալ հրահանգներ, բացել դռներ եւ իրեն պահել ավելի մարդանման։ Թվում էր, թե մի փոքր ու էվոլյուցիան կարելի է արագացնել, բայց հետո ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Երեխան սկսեց կրկնօրինակել շիմպանզեին։ Երեխան սկսում է ավելի քիչ խոսել։ Նա սկսում է արտաբերել հնչյուններ բառերի փոխարեն եւ սկսում է կրկնօրինակել կապիկի վարքագիծ։ Եվ մի պահ փորձը շրջվում է։ Ոչ թե կապիկն է սկսում նմանվել մարդուն, այլ մարդը կորցնում է իր մարդկայնությունը։ Եվ ահա հզոր գաղափարը։ Միջավայրը հզոր ուժ է, բայց ոչ թե դու ես միջավայրը փոխում քեզ հարմարեցնելով, այլ միջավայրն էլ քեզ է փոխում հարմարեցնելով իրեն։ 1 րոպեն ավարտվեց, կհանդիպենք։